Կար չկար, լորվա անտառների մեջ մի թաքնված հեքիաթ կար։ Հեքիաթի անունը հենց հեքիաթ էր։ Այս պիոներական ճամբարում ամենամառ հարյուրավոր երեխաներ էին հանգստանում, ընկերանում, սիրահարվում ու պայծառ հիշողություններով հարստացած վերադառնում տուն։ Հիմա այստեղ լռություն է։ Աղմկոտ հեքիաթից մնացել են միայն ավերակներն ու մարդկանց հիշողությունները։ Այս հեքիաթի առաջին էջը գրվեց 40 տարի առաջ, երբ լորվա անտառում երեխաների համար կառուցված մի փոքրիկ աշխարհ բացվեց։ Սպիտակի հեքիաթը տևեց ընդամենը 4 ամառ, բայց մինչ այսօր ապրում է պիոներական ճամբարում հանգստացած երեխաների հիշողություններում։ Այս ճանապարհը մեզ տանում է դեպի այն իրական հեքիաթը, որտեղ մենք ճամբարականներս այդ 20-25 օրերը անց էին կացնում իրական հեքիաթային աշխարհում։ Գնանք։ Լիդա Մանուկյանը բացառիկ հեքիաթական է։ Նա 2 տարվա մեջ 4 անգամ է հասցրել լինել ճամբարում։ Երկար ժամանակ է անցել, բայց երբ այսպես լուսանկարները վերցնում եմ ձեռքս եւ թերթում եմ, կարծես թե հենց 3 մի ամիս առաջ վերադարձած լինեմ ճամբարից։ Հեքիաթը սկզբում նախատեսված էր 150 երեխայի համար, բայց միայն բացման առաջին տարում հյուրընկալեց մոտ 500 հոգու։ Առավոտները ճամբարը արթնանում էր շեփորի ձայնից, ու անտառը լցվում էր երեխաների աղմուկով։ Այս աշխարհի մասնիկ դարձած ամեն մեկը հեքիաթի իր տարբերակն է հիշում։ Զվարճանքի այդ աշխարհում ինչ հրաշք ասես չկար։ Մենք կեգել բան էինք ասում, հիմա արդեն բոլորը բոուլինգ։ Պարգևատրում պիտի լիներ ջոկատի կողմից, որ երեխաներին հնարավորություն տային այստեղ մեր ժամանցը անցկացնել։ Խնդրեմ, ահա այս պանսիոնատը, որի միջայլոց ամռանը գործում է որպես պիոներական ճամբար։ Սա երիտասարդության սիրելի վայրն է։ Ոչ միայն մայրաքաղաքում չկար նման զվարճանքի կենտրոն, այլ նույնիսկ ամբողջ Կովկասում սա առաջինն էր։ Կովկասի առաջին բոուլինգը գործել է Սպիտակի հեքիաթում։ Գոնե այդպես էին ներշնչել ճամբարականներին։ Երեխաների ու ջոկատավարների երևակայությունն այստեղ չէին սահմանափակում։ Կենթանի շախմատ բեմադրեցինք թագուհու, թագավորի, զինվորների սև ու սպիտակ դաշտերով։ Ասես ուրիշ աշխարհում լինեինք, այն ժամանակվա Սովետ միության մակարդակով, եթե համեմատելիս լինեինք, երևի 4-5 աստղ հյուրանոցի մակարդակի ճամբարի տարածք էր, որը բացառիկ երևույթ էր։ Շատ տպավորիչ էր այդ երևույթը, որ դա արված է ընդամենը պիոներական ճամբարի համար։ 85 թվին ես եմ եղել ճամբարի պետ, 86 թվին եղել է Արամը ճամբարի պետ, ու հետո էլ երկար շարժն եղավ, խառնվեց սաղերը, էլ ինչ ճամբար, էլ ինչ պետ, էլ ինչ բան։ 15 ամիս ստեղծված հեքիաթը 15 վայրկյանում ավարտվեց։ 1988-ի երկրաշարժը ավերեց ճամբարի գլխավոր մասնաշենքը եւ հանգստյան տները։ Քանդակներն ու լողավազանը դիմացան։ Բայց ճամբարականների հիշողություններում այդ հեքիաթը դեռ կա։ Նրանք այսօր էլ հույս ունեն, որ իրենց երեխաներն ու թոռները մի օր կվերադառնան լորվա այս հրաշքանկյունը, շարունակելու իրենց կիսատ մնացած հեքիաթը։ Միջոցների հարցը էլի աչք չեն։ Միջոցներ, եթե առաջ օրինակ եմ ասում, մի ավտո ավազը արժեր 20 կապեկ, հաբի այդ մի ավտո ավազը արժեր 200 դրամ։ Այսինքն ոչ մեկը ռիսկ չի անի, որ ճամբարը կառուցի, վերակառուցի ավելի շուտ։ Համելում համար սակեն ինչ անեն։ Համ երեխա չկա որ ճամբար գնան, ֆաբրիկա չկա որ պանսիոնատ լինի, շաբաթ կիրակի կան հանգստանան։ Համելի ինչ կա չկա, դա լրիվ թափուտեշտ է, նարի բան չկա օրեն։ Մեզ սովորեցրել են, որ հեքիաթները միշտ բարի ավարտ ունեն եւ երկնքից խնձորներ են ընկնում։ Մեկն ասողին, մեկը լսողին,
Բայց այ երրորդ խնձորը չընկավ։ Կախված մնաց օդում հիշեցնելու, որ կյանքը ցավոք միշտ չէ որ հեքիաթ է։